Առաջինը նախագծով եւ նաեւ դուք ներկայացրեցիք, որ մինչեւ 4 նիստ, այսինքն 4 նիստ եք նախատեսում առաջարկում, որպեսզի լինի եւ ընդմիջումները կես ժամ տևողությամբ, թե ավանդաբար առաջին նիստից հետո կամ երկրորդ նիստից հետո 1 ժամ է տևողությունը ընդմիջում զուտ աշխատակարգային կարգով, երկրորդը կան նախագծեր այստեղ, որոնք որ երկու ընթերցում են ենթադրում, բայց ինֆորմացիա չունենք, ճիշտ է, բովանդակության ժամանակ ավելի մանրամասը հնարավոր է քննարկվի, բայց օրինակ նույն քաղաքացիական կառավարության ակտերի հետ կապված հարցը արդյոք այն պատշաճ հանրային քննարկում անցել է, արդյոք կան տեսակետներ, համայնքների նաև ներկայացուցիչների տեսակետը եւ նաև մնացած երկու ընթերցումներին է վերաբերում։ Շնորհակալություն։ Պարոն Մինասյան, ընդմիջումների հետ կապված հատուկ կարգավորում չենք առաջարկել, հետեւաբար գործում է կանոնակարգ սահմանադրական օրենքով նախատեսված կարգավորումը եւ այո 4 նիստ ենք առաջարկել կազմակերպել ժամային սահմանափակումները պահպանելու համար։ Ինչ վերաբերում է երկու ընթերցում նախատեսող փաթեթներին, քանի որ խոսք գնաց քաղաքացիական կառավարության ակտերի գրանցման մասին օրենքով նախատեսվող փոփոխություններն, այո, պատշաճ հանրային քննարկում անցել է շատ երկար ժամանակ եւ անփաթերթում էլ արտացոլված են։ Մենք նախագծերի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում հնարավորություն կունենանք դրանք քննարկելու։ Մյուս փաթեթների հետ կապված վստահ եմ, մեր գործընկերները բնականաբար ավելի բովանդակային կանդրադառնան, բայց վստահ եմ բոլոր փաթեթներն էլ պատշաճ ընթացակարգերով անցել են եւ կառավարությունը դրանց հավանություն է տվել ազգային ժողով ուղարկելուց առաջ։ Ես նկատի ունեմ, որ նրանք, որոնք երկու ընթերցումով են եւ որոնք կապված չեն օրինակա 2026 թվականի հունվարի 1-ից բյուջետային տարվա հետ կապված ծրագրերին ինչն է հրատապությունը, որ երկու ընթերցում տարվա վերջում իրար հետևից կազմակերպվում է նույնպես օրենքի հետ կապված ի վերջո քանի մարդու մասին է խոսքը գնում եւ բյուջետային բեռը հաշվարկված է թե չէ։ Եվ անհրաժեշտություն կա արդյոք հունվարի 1-ից դա լինի, թե ավելի ուշ ժամկետ հնարավոր է, որպեսզի ավելի հանգիստ պայմաններում նաեւ այդ հարցերի պատասխաններն էլ հնչեն։ Եթե անդրադառնամ քաղաքացիական կառավարության ակտերի գրանցման օրենքի փոփոխություններին, այդ փոփոխություններով բյուջետային ազդեցություն նախատեսված է։ Ես առիթ կունենամ դրան անդրադառնալու հանձնաժողովի նիստի ժամանակ եւ հենց դա է պատճառներից մեկը, որ մենք առաջարկել ենք այն քննարկել արտահայտ ռեժիմով, որպեսզի հունվարի 1-ից ուժի մեջ մտնի, քանի որ նշեմ, որ փաթեթի հիմնական փոփոխությունը այն է, որ մենք առաջարկում ենք դուրքերը, որոնք գանձվում են քաղաքացիական կառավարության ակտերի գրանցման ծառայությունների համար, համայնքային բյուջեների փոխարեն վճարվեն պետական բյուջե եւ այդ գումարները արդեն որպես եկամուտներ հնարավոր բյուջետավորված են հունվարի 1-ից, այդ իսկ պատճառով խիստ անհրաժեշտություն է առաջացել այս փաթեթը հիմա քննարկել եւ քանի որ ժամանակի սղություն ունեմ, պատրաստ ենք հանձնաժողովի ընթացքում ձեր բոլոր բովանդակային հարցերին անդրադառնալ։ Շնորհակալ եմ։